Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Էդգար Էլբակյանը, բարև ձեզ Էդգար, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար, մի կարևոր բան է, փորձեմ բավականին ծավալուն նյութ է, փորձեմ այսպես կարճ մեջբերումներ անել, ուրեմն ԱՄՆ-ի Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը ներկայացրել է կրոնական ազատությունների մասին 2026 թվականի տարեկան զեկույցում, որ անդրադարձ է կատարվել 2025 թվականի իրադարձություններին։ Ուրեմն Ադրբեջանի մասում զեկույցում նշվում է, որ 2025 թվականի երկրի կառավարությունը կրոնական ազատության կոպիտ խախտումներ է կատարել։ Իշխանությունները կիրառել են խիստ սահմանափակող կրոնական օրենք, որ քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը եւ կառավարությունը լիակատար վերահսկողություն է տալիս գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ։ Նշվում է, որ Ադրբեջանը շարունակում է անարդարացիորեն բանտարկել ավելի քան 200 շիա մուսուլմանների, ձերբակալված շիաների մեծ մասը մեղադրվում է թմրանյութերի հետ կապված կասկածելի հանցագործությունների մեջ։ Պարզ է, որ այս ամեն ինչը շինծու է, սա ի դեպի կարգով։ Կարևոր այն, ինչ որ վերաբերվում է մեզ, անդրադարձ է կատարվել նաև Արցախի հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացմանը, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակվում են վտանգի տակ մնալ Ադրբեջանի կողմից։ 2020-23 թվականների տարածքների վերադարձից հետո հուլիսի դրությամբ արբանյակային պատկերները հայտնաբերել են 8 ավերված եւ Եվս 10 վնասված կրոնական վայրեր, այդ թվում եկեղեցիներ, գերեզմանատներ եւ հնագիտական այլ վայրեր։ Բացի այդ, ընտանիքի անդամները հայտնել են, որ հայ բանտարկյալներին արգելված է ստանալ Աստվածաշունչ, սակայն Ադրբեջանի կառավարությունը պնդում է, որ բանտարկյալները հասանելիություն ունեն կրոնական նյութերին։ Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները հիմնականում կենտրոնացած են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ապահովման վրա, որտեղ ԱՄՆ կառավարությունը միջնորդի դեր է խաղում։ Օգոստոսին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց Ադրբեջանի նախագահ եւ այլն, այսպես գրում է եւ դատապարտում են ընդհանրապես թե ինչ է տեղի ունենում, բավականին ծավալուն նյութ է, խորհուրդ կտամ կարդալ նաեւ մեր էջում, այսինքն այն ամենը աշխարհը անտարբեր չէ այն վայրագությունների նկատմամբ, ինչ որ շարունակում է իրականացնել ՔՊ-ի անվտանգության երաշխավոր երկիրը կամ Ալենի անվտանգության երաշխավոր Ադրբեջանը, քաղաքակիրթ աշխարհը շարունակում է բարձրաձայնել, դատապարտել այն վայրագությունները, որ անում են հայ ժողովրդի նկատմամբ բոլոր առումներով, պատմամշակութային, կրոնական, չեմ ասում մեր գերիների նկատմամբ խոշտանգումները եղել են, կան եւ շարունակվել են, որտեվ ուղղակի իրենք այդպիսի բարբարոս ժողովուրդ են, մենք չենք ասում, այլ անցյալն է հուշում եւ ներկան եւ կարծում եմ մոտավորապես մի 100 ապագա 100 տարին այսպիսի իրավիճակ է, շարունակում են մեր գերիները մնալ Բաքվի բանտում, քար լռություն է, անտարբերություն է, համենայն դեպս Հայաստանի ներսում մենք ձայն չենք լսում, ես չգիտեմ, իսկապես երբեմն ինձ թվում է, որ եթե մեր այս հարթակում է ձայնը չբարձրացվի, ապիկար, չգիտեմ ինչ ասեմ, ճիշտն ասած, եւ քաղաքական ուժերին, կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, բոլորին, որտեվ դա մի տեսակ բան անտեսված բան թեմա է, չգիտեք ինչի մտածել են, որ հիմա ամեն ինչ պիտի կենտրոնացնենք ընտրությունների վրա, այո, պիտի կենտրոնացնենք, բայց այդ ընտրությունների գլխավոր օրակարգերից մեկը պիտի լինի, որ այսօր այս այլանդակությունները, որ ասում են Ադրբեջանը մեր անվտանգության երաշխավորն է, դա նույն Ադրբեջանն է, որ շարունակում է խոշտանգել մեր գերիներին, մեր ռազմաքաղաքական էլիտային շարունակում է բանտված պահել։ Մի հատ սովորական բան ասեմ, ընտրությունների է գնում, ձեր արևին ընդդիմադիր sense բան 3 ինչ որ կամ 4 կարկառուն ուժեր են։ Օրինակ ուսումնասիրել են, տեսեք, մի հատ առաջադրանքի պես բան ասեմ, առաջադրանք չէ, հորդոր ասեմ, ցանկություն, չգիտեմ ինչ, օրինակ ուսումնասիրել են Բաքվի բանտից գերեվարությունից վերադարձած մեր հայրենակիցներից, քանիսն են ինքնասպանություն գործել, գիտեք, որ ինչ սարսափելի թվեր են, քանիսն են հոգեկան խանգարումներ ունեցել, ինչ սարսափելի միջով են անցել։ Գուցե արժի նորից ու նորից դրան անդրադառնալ եւ այն որ դուք խոսում եք բանը խաղաղության մասին խոսող Ադրբեջանը անվտանգության երաշխավորն է, այսօրվա այս
դավաճան իշխանությունները որ խոսում են, բա դուք ո՞նց պիտի դրա պատասխանը տաք։ Դե նորից ու նորից հրապարակ անվի, թե չէ, նես տպավորություն է, որ եթե դե մի անգամ խոսել եք, անցել եք, ուրեմն բոլորը գիտեն, չէ, բոլորը ոնց որ թե դրա մասին չգիտեն, բոլորը եթե ամեն ինչի մասին ճիշտ ճշգրիտ իմանային, ապա այս չէ, Էդգար, ապա այս մարդիկ հիմա վաղուց չգիտեն որտեղ պիտի լինեին, չէ։ Այսինքն մի հատ այնպեսի հանրային ընդվզումն է, սա ինչի մասին է խոսում, նշանակում է որ չգիտեն։ Հիմա մենք չենք կարող ասել մեր հանրության, ասենք, բանը 90%-ը դեբիլ է։ Չէ, ինչ որ ինֆորմացիոն առումով մենք գիտենք, որ արևմտյան արևմուտքը Թուրքիան տերոր են արել մեր ժողովրդի նկատմամբ, մեր ժողովուրդը տերորի տակ է եղել տևական ժամանակ, դա այսօր չի, ոչ էլ երեք է, դա տևական ժամանակ 90-ականներից այդ տերորի տակ ենք եղել։ Մի բան հիշեցնեմ, հիշում եք երկրաշարժից հետո ինչ տեղի ունեցավ։ Դեռ երկրաշարժից հետո երբ որ պլան իրենք դեռ 30 տարի առաջ էին պլանավորել, որ սովետական միությունը պիտի փլուզեն եւ ինչ պիտի անեն։ Ինչ եղավ երկրաշարժից հետո բանը թևերի տակ դրած աղանդավորներ եկան լծվեցին, որովհետեւ հոգեբանորեն բոլոր առումներով կոտրված հյուծված ժողովուրդ էր եւ եկան առաջին իրանք մտան տներով, ճիշտ է, քրչուփալասով ու տներով կամ գուցե նաեւ միայն խոսքով մոլորություններով։ Այնպես որ դա այսօրվա աշխատանք չէ եւ մենք էլ ինչ է նոր հազիվ թքած կպցրած մի հատ ինչ որ երկիր ենք պիտի դիմակայել, շատ դժվար էր։ Հատկապես որ մեր էլիտաներ բաներ ինչ ասեմ, հատկապես որ մեր էլիտաներ պատրաստ չէր դրան կամ այդ խորքային գիտակցումը չուներ, թե մենք ինչի մեջ ենք, որտեղ մեծ հաշվով այսօր մեր այդ 30 տարիների ձևավորված էլիտան է, չէ, որ եւ ընդդիմադիր դաշտում եւ այսօր իշխանության մեջ, չգիտեմ, փողոցից եկած, հիմա եթե փողոցից եկածները մնում են, ուզեք թե չուզեք, իրանք կոչվում են, դառնում են էլիտա։ Հիմա, չգիտեմ, բոմժ կլնեն, ինչ կլնեն, իմիջայլոց մի քանի բաներ կա, որ մեր խոսույթ Նիկոլը մտցրել է, օրինակ լափաման, չէ՞։ Հիմա մտցրեց բոմժ։ Այնպես որ այս մարդը մեծ հաշվով ենթագիտակցական ինչ որ բաներ կա, այս ենթագիտակցությունը շատ կարևոր է, չէ՞, մարդու մոտ բոլոր հոգեբանները դա կհաստատեն, այս մարդու մոտ կա, տեսեք ինչ է բերում, էլի լափել, թալանել եւ բոմժություն։ Հիմա ընդհանուր առմամբ, եթե տեսնենք իրենց պատկերը ինչպիսին է, այս 3 բառից են կողմ չի գնում լափել, թալանել, բոմժություն։ Այս հիմա ավելի շատ այս կոստյումը ում վրայով է։ Ես կարծում եմ ցանկացած ԿՊԱ-ական կարող է, չէ՞ պարոն Հովհաննիսյան, կարող է հագնել այդ կոստյումը, որ կոչվում է լափել, թալանել եւ բոմժ լինել։ Ես չգիտեմ թանկ կոստյումով, որտեղ մենք գիտենք, չէ, շատ մարդիկ կան թանկ կոստյումով, բայց հոգեկերտվածքը, նկարագիրը շարունակում է մնալ բոմժի։ Կամ ասենք մենք գիտենք մարդիկ, որ լափելու օրը 40 անգամ լափելու հնարավորություն ունեն, ինչ որ տեղերում են հայտնվել, փողոցից եկել այդ բոմժը հայտնվել է, բայց այդ բոմժը իր ոսկորները քանի որ ծակ են, ժողովրդական այդպիսի խոսք կա, չէ։ Հիմա ուզում ես ձեթակոլոլ, ես ներողություն եմ խնդրում, կարկանդակ չեմ ասելու, պերաշկի եմ ասելու, այս իրենց դեպքում դա է էլի շատ բնորոշ։ Ինչքան ուզում ես ձեթակոլոլ պերաշկի կեր, եգիպտացիոն չէ, կուկուռուզ կրծի, ինչա շաուրմա գնա տենց կեր, ծորա, չեմ ինձ ներողություն եմ խնդրում, էլի կարող եմ այդ լափել կամ այդ բառեր ասել, ինձ տհաճ է այդ ամեն ինչը կրկնել։ Ինչքան ուզում ես այդ բան արա, մեկը ոսկորները չի լցվում։ Մի ոնց որ նույնը, մարդուն ինչքան ուզում ես տար թանկ կոստյում հագցրու, ի վերջո բանը մարդու եւ կեցվածքը նկարագիրը բանը ժեստիկուլյացիան հետ էլա, չէ՞ մարդու ներսից գալի։ Այդ բոմժությունը չի լքում այս մարդկանց։ Ինչևէ, տարողունակ ստացվեց գերիներից սկսած մեր այսօրվա էլիտայից ընդդիմադիր քաղաքական, իշխանական, չգիտեմ, ինչի մեջ են եւ նաեւ այս խոսույթը, այս նկարագիրը, այս ամեն ինչը որ կա եւ հատկապես բերել է այսօրվա իշխանությունը։ Խնդրեմ։ Շնորհակալություն, այո, շնորհակալ եմ ոչ միայն հրավերել, նաեւ մեկնարկային խոսքի համար, բավականին թեմաներ շոշափվեցին, դրա համար ինչ-որ բայց սկսեցի գրել, որ հերթով անդրադառնամ։ Անդրադառնալով անվտանգության երաշխավորի թեմային, մի հիմա անունը չեմ հիշի մեր արևմտահայ հրապարակախոսներից մեկը լավ խոսք ուներ, ասում էր անգրագետ խմբագրի ամենամեծ ընկերը, ամենամեծ հույսը իրենից ավելի անգրագետ ընթերցողն է։ Հիմա այս Հայաստանի դեֆակտո իշխանությունների հույսը, որ իրենք առաջին հայացքից գրագետ բառերով կասեն գերանգրագետ միտք, բայց քանի որ ընդհանուր հասարակության մեջ գրագիտության մակարդակը միջին առանձնապես չի փայլում, կսղացնեն կգնա։ Այդպես փորձում են սղացնել, որ
պատերազմ պարտությունը ինքնիշխանության ճանապարհ է, գիտեք այդ բոլոր զառանցանքները եւ հիմա էլ նաեւ որ անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է։ Անդրադառնանք բառին, երաշխավոր ինչ է։ Օրինակ ինչի ենք մենք միշտ ասում, որ մեր անվտանգության երաշխավորը բանակն է։ Հիմա որին իրանք դեմ են ու բաց են այդ ասում, բաց աչքերը ասում են չէ, եթե բանակն անվտանգության երաշխավորը, այդ չեղավ անվտանգություն։ Հիմա եթե մենք չհասկանանք այս երաշխավոր բառի իմաստը ինչա, կստացվի ուղղակի ճաշակի հարց է, մեկը կապույտ շորասիրում, մեկը կարմիր։ Ասենք նախկին իշխանությունը օրինակ ասում էին բանակն է, խեղճ ժողովրդին տանում էին բանակ, սրանք ուրիշ ճաշակ ունեն, ասում են չէ, բանակը չի Ադրբեջանն է։ Դե ժողովուրդն թող ընտրի։ Բայց չէ, ճաշակի հարց չի։ Երաշխավորը այն է, որի վրա դու ունես առավելագույն մեծ ազդեցություն, որը ավելի պարզ ժողովրդականով ասած մեծ չափով կամ ամբողջությամբ քո կոնտրոլի տակ է։ Այսինքն օրինակ երբ որ ասում են բանակը երկրի անվտանգության երաշխավորն է, դա նշանակում է, որ այդ բանակը ենթարկվում է այդ երկրին։ Կամ երբ որ ասում են մեր դաշնակիցն է, օրինակ մեր անվտանգության երաշխավորը, դա բարձր չի կարող մի պետություն 100%-ով մյուսին ենթարկվի, բայց դա նշանակում է, որ էլի դու ինչ-որ կոնտրոլ ունես այդ դաշնակցի վրա, փոքր լինելով Իրանից կամ մեծ լինելով, բայց հալբատ մի բան էլ դու ես Իրան տալի կամ չգիտեմ, ընդ բնակչություն ունես կամ ինքը քո բնակչություն ունի, այսինքն ինչ որ ամեն դեպքում էլի մի ազդեցության լծակ կա, որտեղ եթե դու ինչ որ բանի վրա ազդեցության լծակ չունես, դա երաշխավոր չի։ Ոնց է բանկում գնում ես պարտք ես վերցնում, ասում են բան, երաշխիք է, հա, մեզ պետք, ասենք ունեցածը տունը կամ ավտոն դնում ես երաշխիք, որովհետև այդ տունը այդ ավտոն քոնն է։ Դու դրա վրա ազդեցություն ունես, երբ որ դու չկայանաս պարտքը փակվես, կգան քո տունը քեզից կվերցեն, բայց դու ուրիշի տունը չես կարա դնես, որտև հետո չես կարա այդ ուրիշին համոզես, ասես արի քո տնով փակվի իմ պարտքը։ Հիմա երբ որ իրանք ասում են Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, ստե խաբեբայություն է։ Իրանք ուզում են այդ ներկայացնեն, որ դե մենք չենք կրակի, իրանք էլ մեզ չեն կրակի, այդ տեսեք ստացվեց մենք իրար անվտանգության երաշխավոր ենք, պրիմիտիվ մակարդակի հասցնել, չէ։ Էլ եմ ասում, երաշխավորը նա է, ում վրա դու ունես ազդեցություն, ինչ որ մի չափի, ինչքան մեծ, այնքան լավ։ Հիմա այս առումով եկեք նայենք, Հայաստանը ունի Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չունի, իսկ Ադրբեջանը ունի Հայաստանի վրա ազդեցություն, ունի ու գնալով դա մեծացնում է, չգիտեմ, անորակ նավթամթերք տալով, որ երկաթուղի sense մեկու մեջ բացել փագելով կամ խոստանալով, որ բացելու է փագի, Ադրբեջանը ունի։ Ստացվեց ինչ, որ Ադրբեջանը կարա Հայաստանի վրա ազդի, որ դու իմ վրա մի հարձակվի, բայց Հայաստանը չի կարա ազդի։ Դե դա դառավ արդեն միակողմանի կապիտուլյացիա։ Դա այն էր, ինչ որ մենք ձեր տաղավարում է, ձեր տաղավարից դուրս էլ մասնավոր զրույցներում լիքը ասել ենք, որ այս իշխանությունները ուղղակի երկիրը հանձնում են թշնամու ողորմածությանը։ Հիմա իրանք դա ընդունում են, խոստովանում են, ուղղակի ողորմածության բառի փոխարեն դնում են երաշխավոր։ Էլ եմ կրկնում, որ ժողովրդին չփորձեն մոլորեսնել, որտեղ առաջի հայացքից ինքը հատկապես պատերազմներից հյուծված, պարտված ժողովրդին sense լավ բան է, էլի նարկոտիկի պես բան է, sense բթացնող մի տեսակ օպիումի հաշիշի պես։ Ասում են Ժորժ ջան, առաջ ասում էին բանակ, դե տեսանք, ինչ եկավ գլխներից այդքան որ ասում ենք բանակն անվտանգության երաշխավոր, հիմա ուրիշ բան ենք ասում։ Մեր անվտանգության երաշխավորը բանն է, մեր լեգիտիմությունն է, այդել են ասում, միջազգային իրավունքն է։ Իդեպ ընդամենը 2 օր առաջ աշխարհի թիվ 1 գերտերությունը, որ եթե աշխարհում կա միջազգային իրավունք, ուրեմն թիվ 1 գերտերությունը պետք է դրա պաշտպանը լինի, չէ՞, ողջամտորեն։ Սպառնում էր մի ամբողջ քաղաքակրթություն վերացնել միջուկային հարվածով։ Այսօր էլ ՆԱՏՕ-ի ղեկավարն ասել է, որ Թրամփի գալուց հետո աշխարհը ավելի խաղաղ, անվտանգ է դարձել։ Հա, իհարկե, անպայման։ Այս պայմաններում իրանք մեր անվտանգությունը փորձում են, մեր անվտանգության երաշխավոր փորձում են դարձնել բաներ, որոնք ուղղակի ոնց վրա ազդեցություն Հայաստանը չունի։ Միջազգային քանդվող իրավակարգի վրա Հայաստանը ազդեցություն չունի, չի կարասի Ժորժ ջան, եկեք հետ վերակառուցենք էլի այդ իրավակարգը, հետ վերակառուցողեք Հայաստանը հետ վերակառուցեք։ Եվ նույնիսկ Ադրբեջանի վրա չունի։ Ես մի անեկդոտ պատմեմ, ինքը անեկդոտ չի, ինքը իրականություն է, բայց լավ անեկդոտ, այսինքն կյանքից կտրված մի պատառիկ, որ իմ ասածը լավ ցույց է տալի։ Օրինակ եղել է դեպք, երբ որ Հայաստանը եղել է Ադրբեջանի երաշխավորը 93 թվականի աշնանային բանակցություններում մի դրվագ ա եղել ռուս բանակցող Կազիմիրովը, երբ որ հայերի հետ խոսալուց ա եղել, կոնկրետ Դավիթ Շահնազարյանի,
Ասելա բանա, ասելա դե ախր ինչքան կարելի է այս հրադադարները ասում եք ոչ դուք եք պահում, ոչ նրանք են պահում, Ջանազյանն էլ ասելա դե չգիտեք օգոստոսից ինչ Էյդարը եկել է, օգոստոսից 100 հրադադար ենք ստորագրել, մեկը 10 ժամ է պահել, մեկը 3 օր է պահել, չի պահում, ինչ անենք։ Կազիմիրովն է վրթոված ասելա չեք կարող ազդեցություն բանեցնեք Ադրբեջանի վրա, որ պահի հրադադարը։ Ասելա եթե նկատի ունեք օրինակ մտնենք Զանգելանի շրջանը վերցնենք, կարանք տենց ազդեցություն բանեցնենք։ Ինքը դա եմ ասում, ինքը իրական եղած դեպք է, բայց անեկդոտային է այն իմաստով, որ դե հա, օրինակ եթե դու կարաս դիմացինին ասես քո վերահսկողության տակ գտնվող տարածքը կմտնեմ կվերցնեմ խելոք մնա, դա օրինակ ազդեցություն բանեցնել է։ Բայց այսօրվա Հայաստանը Ադրբեջանի վրա ոչ մի ազդեցության լծակ չունի, որ Չհամարձակվեց անգամ այդքան այն ժամանակ 2-300 հոգի գերի ունեինք այնտեղից, ինչ որ մարդկանց գերեվարել էին 2-3 հոգի, ողորմելի բոմժը, հիշում եք, որ այնտեղ ձայնագրություն եք, ասում չէ, արագ հետ վերադարձրեք։ Կարող է, չէ, գոնե պահել ինչ որ գերիները եւ փոխանակում ինչ որ մի բան անել, այդ խիզախումն ու համարձակությունը, խիզախում չի, այդ ռիսկը չունի, ցանկությունն էլ չունի, այս մարդը գերի է իրանց չգիտեմ ինչն է, ինչի մասին է խոսքը։ Ուր մնաց, որ գործողություններ լինեն, սա էլ ինչ որ պատասխան տա կամ այս օրինակից ելնելով այդ բան ինչ որ մի բան բանեցնի որ կարողանա կանգնեցնի։ Դրա համար նաև այդ դիրքերը տվել է, տարածքները հանձնել է, ամեն ինչ տվել է, ինչ պիտի նաև այդ զենքերի հարցին անդրադառնալով եւս մեկ անգամ ֆիքսենք որ այդ զենքերը որ գնվում են ու վստահաբար մի մասի ընտրողների մի մասի ձայները փորձելու են այդպես խափեությամբ տանել, բայց չթողնենք որ այդ մարդկանց խափեն։ Նայեք Եթե զենքեր են գնում, մի հատ էլ հեսա պետք է ինչ-որ բաներ ցուցադրեն, մարդկանց տանում ապօրինի այդ մարդիկ, որոնք գաղտնիության դոստուպ չունեն, տանում ցույց են տալիս, ամեն դեպս հայտարարում են։ Հիմա այստեղից հարց է ցակում, շատ լեգիտիմ։ Բա էլ խեն ասում, որ կլինի պատերազմ ու սոսկալի աղետաբեր։ Ինչի։ Լավ, ասենք իրանք չեն վերընտրվել, զենքերը հետները տուն են տանելու Եթե նորմալ բա, եթե դու կրկնապատկել ես, չէ, դուք եթե դուք ասում ես մեր սահմանները անվտանգ են, դու արտաքին պարտքը բոլորիս վրա բերել ես ահռելի գումար ես դրել, թալանչի, մեծացրել ես արտաքին պարտքը, չէ, մեծ ահռելի գումարներ ես բերել, խախտում ասում ես զենք։ Այդ դեպքում ճիշտ է, ինչի համար ենք պարտվում։ Երկրորդ ամենակարևորը, լավ, այդ զենքը ինչի համար է։ Եթե մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, զենքը նվիրենք Իրան։ Մենք փողը տանք, ասենք Հնդկաստանից է, որտեղից է Ֆրանսիայից է, ինչ-որ լավ ավտոներ են առնում Ֆրանսիայից։ Առնենք տանք Ադրբեջանին։ Ասենք Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը, Իրան զենք ենք տալիս։ Դե լուրջ հարց է առաջանում, ինչի համար է այդ զենքը։ Ես հիմնավոր բացատրություն ունեմ, ու այստեղ պետք է նաև այդ զենքի գնման աշխարհագրությանը նայել, ոնց որ իրանք կամած նավթամթերքը բանը փորձում են այլ տեղերից բերել, մարդկանց մեկու մեջ ասում են դե օրինակ հիշում եք Ղարաբաղում 22 թվականի մարտին ասում էին Ադրբեջանից չէ, այդ արդեն վերջն էր 23-ներ Աղդամը ասում էին բա իհարկե բա պետքա նաև սովորել առանց գազ առանց լույս ապրել մեկու մեջ այդ բաներն են ասում ամերիկացիք ասում են թե Հայաստանը ինքնիշխանության համար բնակչությունը պատրաստվի ցույց ձմեռների իմաստը կամ էս ատոմակայանի թեման իմաստը ուղղակի Ռուսաստանի հետ մնացած կապերը քանդելն է ամբողջությամբ Հայաստանը կցել այս թուրքական օվկիանոսին նույն ձևել է զենքերի դեպքում Այդ զենքերը, այո, այդքան տեղը իրանք կարելի ասել ազնիվ են, բառացի չեն ասում, բայց ցույց են տալիս, որ դա Ադրբեջանի վրա կրակելու համար չի նախատեսված, դա ուղղակի նախատեսված է Ռուսաստանի հանդեպ այլընտրանքի պատրանք ստեղծելուն ժողովրդի մեջ, որ երբ որ գա արդեն այդ վերջակետային պահը վերջնական Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու, բնակչության 10%, 20%, որ կային ասի ախպեր լավ հասկացանք Մեր աչքի լուսնե չեմ, բայց զենք որտեղից ենք բերլոս, նախընտրեմ։ Հնդկաստանից, Ֆրանսիայից լավ բաներ են գալի։ Սա մենակ դրա համար է, այսինքն սա այս զենքի ճակերտավոր գնումները կոչված է սպասարկելու Իրան ոչ թե ռազմական անվտանգության օրակարգը, որը չկա, այլ արտաքին քաղաքական օրակարգը, մասնավորապես Հայաստանը թուրքական այս օվկիանոսի Այսինքն երկու բան է, մեկը աչքակապություն, որ ժողովրդին ասեն, Իմիջայլոց ինքը դրանից առաջ էլ չէ, բան արեց, Ալիևին Թուրքիային բան ասում է, այս բան ուրիշ բան չմտածեք, այս ուղղակի էս ցուցադրական բան, հանկարծ ձեր մտքով ուրիշ բան չանցնի։ Ուրեմն այնտեղ քանի, պարոն Հովհաննիսյան, քանի զորավարժություն են անցկացրել Ադրբեջան ու Թուրքիա։ Խնդրեմ, 17 զորավարժություն են անցկացրել եւ որևէ մեկից
երեք էլ Թուրքիայի հետ որևէ մեկից թույլտվություն չեն հարցնում, իրանք ազատ անցկացնում են, այս մարդը ասում է թող, ոչ մի զորավարժություն չի անցկացրել, ասում է չնեղանաս էլի, չնեղանաս, Ալիև չնեղանաս, այդ ինքս ասես, պրոստիտուցիա եմ տալի, որ այն բթացնեմ, այն հայ ժողովրդի մի հատվածը կարող է, աչքերը բացում է, փորձում է արտանալ, արդեն հասկանում է, որ Գալենյան մորթ են ավիր են, այս Հայաստանը չի լինելու, մի հատ բթացնեմ, էլի հերթական անգամ մի հատ թույլ կտաս, չէ, դες բան արեմ, ասում է, լավ, գնա մի հատ տենց բան արա, տենց անցի դողնի։ Ձեր եթերում չեմ բանանի, այդքան եթերաժամանակ բանանեմ, բայց այն կադրեր էին, հրապարակել, տենց սուպեր պուպեր մի հատ բունկեր էր, ասեն, չգիտեմ, Պարսկաստանի բունկերները գալաթ են արել դրա դեմը զինուժը որ հրապարակել էր, բայց ինչն էր դա, մեջի գեներատորը թուրքական էր, մեծ հոսանքի գեներատոր էր դրած, թուրքական արտադրության վրան էլ անունը գրած էր թուրքական կամպանիա։ Հա, այն որ տենց իբր թե պատմաբաններ բանը գնացի եկել են, հետո հիացած խոսում են։ Հա, ողորմելի բոմժերը։ Այ իսկական Նիկոլ։ Դրանից լավ է շրջապատես գտել քո համար։ Այդ դիրքերից այնքան կարող թուրքերը մտնում կորում էին, Մարտոնիում։ Անցնենք բանին, այս ամերիկացիքի հայտարարություն, ամերիկյան այդ կրոնական կազմակերպության այս կրոնական հարցերով զբաղվող կազմակերպության զեկույցը դուք մեկնաբանեցիք, ես ավել բան չեմ ասի, բայց այս թեման օգտագործելով ուշադրություն կդարձնեմ մի հատ ուրիշ դեպքի վրա եւ դրանից արդեն կընթարցակվեմ դեպի տեսություն։ Տեսեք, ամերիկյան այդ կազմակերպությունը խոսում է գերիների Բաքվում պատանդ են իրական այդ մարդիկ Բաքվում պահող պատանդների մասին։ Երեգել կարծեմ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակը Զախարովան իրան հարց տվեցին, ասեցին Ադրբեջանը էլի վրթովված է, որ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունն է կիրառվել այդ Պուտինի ու սրա բանակցություններում, բա հիմա դուք դա ոնց կմեկնաբանեք, դժգոհ են։ Զախարովան չետակիր բան ասեց ցենց իմաստը, հա, վերաշարադրեմ, ասեց թող շատ իրար չխառնվեն, թող հանգստանան, բալավա, որ իրանք մինչև այսօր Ռուսաստանի տարածք հանդիսացող երկրամասերը Ուկրաինային ճանաչում, թե Ադրբեջանին էր ասում։ Եվ երկրորդ, вообще թող չմոռանան, որ Ռուսաստանի նախագահը մեծ դերակատարում է ունեցել բանի գործում։ Այդ հակամարտության լուծման մի խոսքով։ Սա առանձին վերցրած բնականաբար դժվար է ինչ-որ ասել պրոհայկական հայտարարություններ, պրոստը հայտարարություններ, բայց տեսեք ինչ է ինքը ասում։ Նախ Ադրբեջանին այս հաթաթան ինքը տալիս է մի կոնտեքստում, երբ որ Հայաստանը փաստացի Ադրբեջանի կողմից է, Հայաստանի իշխանությունները, այսինքն մենակով է տալիս։ Բայց էլի ինչ-որ կարճելու տեղեր կան, հիմա եկեք մոդելավորենք, պատկերացնենք, որ Հայաստանում լինեին ազգային իշխանություններ, ես խեմ ասում, ոչ թե որ երազանքների գիրք անգնանք, այլ որ մեր բնակչությանը փորձենք հանել պարտադրված այդ դատապարտվածության, անզորության զգացումից, որտեղ այս իշխանությունների քարոզչական ամենահիմնական այն որ ասում են եթե մի բառով բնութագրենք ինչ տկարենք, նվաստենք, անհնար է մեզ ոչնչացրել են եւ ոչնչացնելու են մեր միակ փրկությունը Ալիևի կոշիկները լիզելն է։ Եթե շանս չկա, այս Նիկոլենց քարոզն է։ Եթե շանս չկա, ստացվում է խեք ուզում Ժորժան մեզ հանեք, հո դուք չուզող չեք։ Իշխանություն ենք էլ ինչ վատ է։ Մի երկու հատ դպրոց ենք սարքում, ասֆալտ բան վատ է, չուզողություն մի արեք։ Մեկը մեքենա են վարում, խայտարակություն է, ու ես ուզում եմ այս բոմժերին ասել, թե ով է դրա պատասխանը տալու, այսքան միլիոններ դուք դրել եք ասֆալտին, մի հատ տարբեր ուղղություններով գնացեք կամ Երևանում, այդ տականքներ, դուք այդքան կարմիր գծերը թանկացրեցիք, տրանսպորտը թանկացրեցիք, մարդկանց աչքը մտցնում եք, թե տեսեք հարկերը, ակտերը, տուգանքները, չգիտեմ ինչ, այս ի՞նչ է կատարվում Երևանում։ Այս ինչ է կատարվում Երևանում, բա այդ ամեն ինչը դուք ինչի համար եք 40 անգամ այդ տականք թալանչի, գլխավոր թալանչի, եթե դու ոչ մեկի չէ, Նիկոլ, եթե դու ոչ մեկի չես պատժում, քանի հազար անգամ կարելի է նույն փոսերը լցնել, այդում գրպանից ես թալանում, այդում ես խափում, ինչքան կարելի է այդ ասֆալտը կերցնել այս ժողովրդին ու այս խայտարակությունը համատարած։ Մի հատ անձրև է գալիս մեր այդ փողոցի վրա, ես փողոցով անգամ եթերում եմ ասել Երևի 15 անգամ այդ փոսերը իրանք լցրել են։ Լավ այդ գումար ինչքան կարելի է թալանել, ու որևէ պատասխանատու չկա դրա համար։ Բայց իրանք հարկերը, ակտերը, կարմիր գծերը թանկացրել դարձրել են, չգիտեմ, Ֆրանսիայի բան, Լոնդոնի ինչ որ գներ են դարձրել այստեղ։ Հիմա Զախարովային վերադառնալով, տեսեք, փոքր պետության հունարը, եթե իհարկե ինքը
այսինքն դավաճաններ չեն էլ ինչ որ իշխանության։ Փոքր պետության հունարը այդ հասկանալ որտեղ հատման կետ ունի մեծ պետության շահերի հետ ու առաջ տանել։ Հիմա ես հիշացնեմ ոչ թե հայ-ռուսական հին վախտերը, այլ 20 թվից հետո գանք, որտեղ այս անզորության քարոզը սկսվում է 20 թվից։ Օրինակ 20 թվից հետո եղել է Ռուսաստանի նախագահի հայտարարություն, որ դե հա Ղարաբաղը իդեպ ինքը չի ասել մենք այդտենց մանիպուլյացիան գնաց, ինքը չի ասել մենք ճանաչում ենք Ադրբեջանի մաս, ասել է ըստ միջազգային իրավունքի ընդունված է համարել Ադրբեջանի մաս, բայց ասել է մենք հասկանում ենք, որ Սումգայիթից հետո Ղարաբաղի հայերը ունեն ինքնապաշտպանության իրավունք։ Կարելի է անվերջ հիստերիկանալ, իսկ կարելի է սթափ մտածել, որ եթե մարդը ասում է ինքնորոշման իրավունք, որով հենց այդ պայն ինքը հիմնավորում է այլ տարածքներ իր պետությանը կպցնելուն, չէ՞ որ առաջ Ուկրաինային էին այդ տարածքները, ինչով է հիմնավորում, նույն ինքնորոշումով, ինքնապաշտպանությամբ։ Ինքը ինչ ասում է այդ արևելաուկրաինական բաներում ռուսական բնակչությանը կոտորում էին, մորթում էին, հոսանքավերեքները անջատում էին, իրավունքից զրկում էին, դե բայց մարդիկ պետք է ինքնորոշվեն, թե չէ։ Հիմա ինքը 20 թվից հետո, կարծեմ դեկտեմբերին մի հատ հարցազրույց տվեց հայկական թեմայով, ասաց, հա, միջազգային իրավունքով ընդունված ամայել Ադրբեջան, բայց դե մենք հիշում ենք շատ լավ Սումգայիթից հետո ունեին Ղարաբաղի հայերը ինքնապաշտպանության իրավունք։ Դա նշանակում է, որ դաժե այդ ժամանակ, եթե լիներ ազգային իշխանություն, հնարավոր էր փոխել պատմության ընթացքը։ Արդեն 23 թիվ Մայրամուտը Ղարաբաղի ժամանակավոր, երբ որ երկու բանակցային, 22-ից նույնիսկ 22-23 երկու բանակցային առաջարկ կար, իդեպ ԿՓ-ականները այդ մի քանիսը բաց իրենց հարցազրույցներում ասել են, որ կա ամերիկյան տարբերակը, որը ասում է, որ Հայաստան-Ադրբեջան հարցը ու Ղարաբաղ-Ադրբեջան պետք է առանձին դիտարկվի, առանձին դիտարկում ես ընդդետակը ինչ ամենում դառնա Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Եվ ռուսական տարբերակը, որ իրանք ժողովրդին փորձում էին պատերազմը վախեցնելով, ասել գիտեք ինչ վատն է ռուսականը այնտեղ ասма կարգավիճակի հարցը թողնենք սերունդներին, բան դե վսկապ են ուզում դնեն մեր վրա։ Բայց այդ ժամանակ նույնիսկ ռուսական տարբերակը, որ կարգավիճակի հարցը թողնել սերունդներին, քանի որ sense խառը վիճակ է, դա էլի մեր շահերին համահունչ էր։ Իրանցին էլ էր համահունչ, որ իրանք ներկայություն ունենան, տեղ ունենան, մերին էլ էր համահունչ, որտեղ այդ անդեր կարգավիճակը մեզ էր պետք, մեզ էր ձեռնտո։ Ալիևը խեր 20 թվին բան հիստերիկի պես ծիծաղալով ասում, հա ինչ եղավ կարգավիճակը, ջահաննամի գյորը գնաց կարգավիճակը։ Մինչև 23 թիվ հələ այդ հարցը կար, 22 իրականում, մինչև Պրահայում էս ճանաչեց Ադրբեջանի մաս պաշտոնապես։ Եվ նույնն էլ հիմա, տեսեք, հիմա արդեն բանը բանից անցած, Ղարաբաղում թակ մի հայ չի մնացել նույնիսկ ստոն բարձբոն իմաստով, վերջի 4000 տարվա մեջ տես բան չէր եղել։ Բայց էլի օրինակ ռուս-ադրբեջանական կոնտեքստում ադրբեջանցիք ելնում ասում են, խի եք մեր տարածքի մասին անուն տալի, որ տենց անուն չկա, Լեռնային Ղարաբաղը ինչ անուն եք տալի, իրանց ԱԳՆ-ի պաշտոնն ասում է, դե կներեք էլի։ Բա պատկերացրեք, եթե Հայաստան ազգային իշխանություն լինի, որը սկսի այդ թեմայով Ռուսաստանի հետ ձայնակցել։ Ոչ միայն այդ կհանեն պրոստը այդ փաստաթղթերը ազգային իշխանություն լինի, տեսեք ինչ է կատարել, ինչ արական։ Կհանեն կկողեն Ալիևի աշը, կասեն ինձ ջան, դու եթե պետք է այսօր sense հիստերիկան նայիր, վաղտի սա չստորագրեիր, սա ինչ է։ Ասենք ստեղ գրած է ինքնորոշման օրինակ իրավունք, ձեռս առնեմ հիշացնենք անցյալը։ Իսկ էլի գալիս ենք նրան, եթե վռնդվում է այս իշխանությունը եւ պատերազմ չի լինում եւ մի շանս կա։ Այո, մի շանս կա։ Մի շանս չէ, պատերազմ, նայ, գիտեք, պատերազմ եկեք ամեն դեպքում ես հասկանում, քաղաքական ուժերը հատկապես նախընտրական շրջանում ունեն հայտնի կաշկանդումներ, որի մեջ իդեպ մասամբ չէ, եթե ամբողջությամբ իրանց դրել է Նիկոլական Քարոջյան մեքենան, այդ տենց 4 պատերազմ բերող պատերազմից չխոսալ, բան եւ այլն, ես ոչ պոպուլար բան կասեմ, բայց մի հասարակությունում, որտեղ պատերազմը առհասարակ մերժվում է, այդ ազգ պետությունը չի մնալու, որովհետեւ ես հիմա ոչ թե պատերազմում քարոզում կամ ասում դա լավ բան է, ես նորից կրկնեմ, որ պրովոկացիայի առաջ չլինի, ես ասում եմ մի հասարակություն, որտեղ պատերազմը առհասարակ մերժված երևույթ է, որևէ մի պարագայում, ոչ պատերազմին, ոնց օրինակ 85-ից հետո Սովետը սկսեց քանդվել, Աֆղանստանի պատերազմին էին ասում։ Այդ չի կարա մնա, որովհետև կյանքը քեզ կարա ստիպի, թշնամիտ քեզ կարա ստիպի, զարգացումները կարան ստիպեն։ Այսինքն միշտ պիտի պատրաստ լինել պատերազմին, ուզես թե չուզես։ Հիմա այս պատերազմի հարցը ինքը ավելի շատ մեր ցանկությունից չի կախված, այլ տարածաշրջանային վիճակ պլյուս Ադրբեջանի նկրտումներ։ Դրա համար ես ոչ թե կասեի Պողոսը, որ եղավ պատերազմ, կլինի Պետրոսը, որ եղավ պատերազմ, չի լինի, այլից ուրիշ ձև կասեի, որ ազգային ուժերի դեպքում
միջնաժամկետ, երկարաժամկետ հեռանկարում պատերազմի հավանականությունը կնվազի։ Որովհետև իրան գալու են սկսեն զբաղվել բանակաշինությամբ, երկրի անվտանգության ամրապնդմամբ, դե այդ պայմաններում ավելի դժվար է քո վրա հարձակվել։ Երբ որ գիտեն, որ գին են էլի վճարելու, Ամերիկան չի կամ Պարսկաստանի հախից գա, այդ Ադրբեջանը ես իմ ինչ չի էլի, որ տենց երբ որտեղ ոնց ուզի պատերազմ սկսի, պայմաններ են դրա համար պետք։ Նույնիսկ իրանք 23 թվին, երբ որ պետք է հարձակվեին հյուծված մաշված Արցախի վրա, բայց իրանք մինչև վերջի պահը հավաստիացան, որ Հայաստանը չի մասնակցելու, իրանք Իսրայելից հատուկ ռադիոհետախուզական սարքավորումներ էին բերել, էլի եմ կրկնում հյուծված մաշված Արցախի դեմ։ Իրենք 50,000 զորք էին կենտրոնացրել սահմանին, որ այսինքն հյուծված շրջափակված մաշված Արցախից անգամ իրենք վախ ունեին այն իմաստով, որ եթե Հայաստանը մասնակցի, ապա էլի Հա, Հայաստանը հեշտ չի լինելու, էլի։ Եթե մասնակցեր ֆրոնտ բացեր, Քարվաճառում հեշտ չէ լինելու Ադրբեջանի համար։ Աերոդրոմներին խփեր, էլ չեմ ասում ցամաքային։ Այսինքն ոնց մտածում ենք, մեկը պիտի էս թույլ, ողորմելի, բոմբ, շլափող իշխանությունից ազատվել։ Եթե չանի, ժողովրդին մենք դա չհասցնենք եւ չհասկանա, այդ որում ճիշտ նկատեցիր Էդգար, որ իրենք արդեն ասում են, ինչ ա եղել, աթար կարող եք վառել, 90-ականներին տեսել եք Մոմիկի ու Մթի Անիսարսափի մեջ պիտի նստեք, այս արդեն իրենք մեզ ընտելացնում են։ Եթե ժողովուրդը այդ չգիտակցի եւ գնա իսկապես կործան, ինչ չգիտեմ, ընտրություններին գնա ըստ որում իրանք փորձում են որպեսզի որևէ մի իշխանություն կարողանա գոյատևել բանի ժամանակ, տառապանքների ժամանակ, ինքը պետք է այդ տառապանքին իմաստ հաղորդի։ Ու ես վստահ եմ, որ ժողովրդի մի մասը կասի, հո դե բա 90-ականներին էլ ա տենց եղել, լավ հիշեցում 90-ականներին դա արվում էր Արցախի ազատագրման համար։ Հիմա ինչի համար արվում։ Պարզ է, իրանք փորձում են ինչ-որ չեղած տեղը շատ կներեք արտաթորանքից կղանքից գնդակ ստանալ, ու ինչ-որ մի հատ իմաստ հորինել, ասել դե ինքնիշխանության համար, ինքնիշխանությունը Ռուսաստանից։ Լավ, բայց դրա համար ով է պատրաստ այդ գինը վճարել։ Պատրաստակամության մասն եմ հարցնում, ոչ թե երբ որ արդեն բերեն։ Չէ, բայց Էդգար, դու այդպես մի ասա, եթե ինքը ասում ինքնիշխանություն ազատագրվել Ռուսաստանից, ինչ, դուք պետք է դիմանաք բանին, ասենք թե պիտի դիմանաք մութ, ցուրտ, սառնամանիք, չէ, հետո դրանից հետո, այսինքն Թուրքիային լավ է լինի։ Վերջացավ, չէ, դրանից հետո Հայաստան չկա։ Հիմա եթե անգամ իմաստ էլ հաղորդեն, եթե անգամ 10%-ը իբրև թե պատրաստ է հանուն ինքնիշխանության, ես դրան բացարձակ չեմ հավատում, ոչ 10% կա, ոչ էլ 1%, մի հատ Արման Բաբաջանյանին հարցրու, Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանին մի հատ հարցրեք, դու որ այդքան իբր թե ինքնիշխանություն ես ուզում, չնայած թուրք ես ուզում, թուրքերին ես ուզում, ու չես էլ թաքցնում, այս տականքները չեն էլ թաքցնում, դուք օրինակ պատրաստ եք, մութ, սառնամանիք, ցուրտ պատրաստ եք, ես վստահ եմ, որ 10% ոչ մեկն էլ պատրաստ չի, հետևաբար, որ դուք ասում եք ինչ-որ ինքնիշխանություն կասեն ու իբրև ոչ մեկն էլ դրան պատրաստ չի, բայց մենք կեսը չասենք, էլի, այդ կարող է իրանք էլի կեսը ասեն ու փորձեն խաբել, մի երկու ամիս ժամանակ թռցնեն, մինչև վերջնական մեզ քոքահան անեն թուրքերը այստեղից։ Կարևորը պիտի ասել, այդ դրանից հետո ինչ է գալու, ընդ որում չի գալու 5 տարի հետո, դրանից հետո գալուց է 1 ամիս հետո կամ 2 ժամ հետո, ինչ են անելու մեզ հետ։ Միշտ ժողովուրդն է տոժում, որ հեշեի քարոզով։ Ժողովուրդ չի մնալու այստեղ, ոչ մի բան էլ չի մնալու, քոքահան են անելու։ Հիմա որ չի ուզում ժողովուրդը հավատա դրան, որ այս ԿՊ-ն եկել է, որ քոքահան անի, կործանի ինքնիշխանություն ասելով ամբողջ երկիրը տա, դե հիմա եթե մյուս կողմից էլ Էդգար, դու ասես այսօր վատ տրամադրությամբ ես եկել։ Եթե հիմա մեր բոլոր մեծերը ժամանակին հասկացել են, որ անհույս ազգա թողե գնացել են, ես չգիտեմ, կարող է մենք անիմաստ մեր գլուխը պատին ենք տալիս, ասում ենք, չէ, պատ, պետք է քանդվես, պետք է ժողովուրդ դու հասկանաս, որ սրանք եկել են, որ դու չլինես։ Դու գիտես մի մեծ որ վերջում չի ստե գլուխը, հա, տա պատին հասկացել է, պատա, չեն ուզում ընկալել։ Վերջում որ միջև ռուսը եկել տերա կանգնել, պետություն է դարձել, մենք էլ պիտի կապիկություն անենք, ասենք, չէ, մենք այդ գիտակցումը ունենք, մեր ժողովուրդը այդ գիտակցումն ուներ, մեր չգիտեմ ինչ եղավ։ Գիտեմ քեզ դուրս չի գա, ասես պիտի։ Չէ, դուրս չի գալու հարցը չի, ասեմ, պատասխան ունեմ, ես շատ քիչ ալում պատասխան չունենամ։ Նախ մենակ ռուսը չէ, ես այդ օրինակը ձեր բերած կարամ շարունակեմ, բայց հետո պատասխանեմ մեղադրանքը հանելով ժողովրդի վրից։ Որ ժամանակվա համար ես ասում 90-ականների թե 18-ի, 20-ի։ Սպասեք, հետ եմ գնում, գնում եմ 18-րդ դար։ Մենք մեր ուժերով սենց ասած Ղարաբաղում կային 18-րդ դարի դրությամբ, էլի։ Ղարաբաղում կային մոտ 5 մելիքություններ։ Ճիշտ է։
առանձին իրարից։ Շատ փոքր մի հատ տարածքի վրա։ Ճիշտ է, պլյուս մինուս ինքը նույն 12000 քառակուսի կիլոմետրն էր մի քիչ էս կողմ այն կողմ, բայց մեկը դա էլ է փոքր, որ այնտեղ 5 հատ պետություն լինի։ Ինչ եղավ, երբ որ հայերը դառան բան, պարսկական նոր իշխանության Նադիր Շահի բանը, դաշնակիցը, sense tennis ֆորմալ առումով դա Պարսկաստանի տարածք էր, բայց այնտեղ ռեժիմներ էին իրար փոխում, երբ որ նոր ռեժիմի դաշնակից ներոնք դառան, Նադիրը ինչ արեց։ Նադիր Շահը վերցրեց, ուղղակի այդ 5 հատը միավորեց մեկի մեջ, որտեվ իրան էլ էր ձեռ տալի։ Դուք ռուսների օրինակն եք բերում, բայց մեկ ռուսները եկան, իրանց ձեռ էր տալի, որ ստե Նադիր Շահին եկավ, նայեց, ասես տղեկ, չէ, sense չի լինի, եթե դուք ուզում եք շոր օսմանցիների դեմ կանգնեք, բան, տենց կարգավիճակ, բան, ինչ վիճակ է, միթիկա, ասենք, քարոքրի լեռնային, ինչ որ լեռնանտառային տեղում բռնել եք 5 հատ, էսի լուրջ չի։ Ես ձեզ միավորում եմ, որ դուք ուժ դառնաք։ Իրանք իրանց խոդով չէին միավորվում։ Իրանց միավորեց արտաքին ուժը։ Բայց սա խոսում է ոչ թե ինչ-որ ժողովրդի որակների մասին, սա խոսում է էլիտայի մակարդակի մասին։ Գիտակցություն, այ ինչքանով է էլիտան գիտակցում։ Բայց լավ մխիթարական բան կասեմ։ Ղարաբաղի, ասենք, այդ 18-րդ դարի մելիքական էլիտան ուրիշ չէր կարող լիներ, որովհետև այնտեղ գիտելիքի կուտակումն ու փոխանցումը լինում էր պարզ նահապետական ձևով, հորից որդի։ Այսինքն ինչ-որ էլիտար դպրոցներ չկային, այդ մելիքները ինչ-որ համալսարաններ չէին գնում, պրոստը հորից որդի դա տենց գնում էր։ Դե հիմա հնարավոր է, հիմա ընտրություն է, ցուցակները եկեք ցուցակներին, էլի։ Այո, ցուցակները պարզ են, ինչ լավ, մելիքներին անցնենք, բայց մենք այս ցուցակները արդեն հրապարակվել էին, սովորաբար միջև եթեր մի հատ ես, չէ, Նադիր Շահին ավարտեմ, գալիս եմ ընտրություններ։ Այսինքն իմաստը այն է, որ մեր պայմաններում այս տեխնոլոգիական զարգացման բան եւ այլն հնարավոր է այս արատավոր շղթան ճեղքել, որ մեզ անցած 30 տարի չհաջողվեց, ստանալ այնպիսի էլիտա, որ կարողանա մեր ժողովրդին, որը ես ձեզ ասեմ, ինքը մի քանի գլուխ տաղանդավորական ադրբեջանցի ժողովուրդը, ես ձեզ դա հավատացնում եմ։ Բաներ կան, որ նմանություններ կան, որտեղ վերջո շատ երկար ժամանակ նույն տարածքի վրա ենք, պլյուս գենետիկորեն իրանք մեզ շատ մոտ են, որովհետև մի մասը ադրբեջանացած հայերի նախնիներ են, մի մասը, ասենք, այդ ուտիքի բանի բնակչության, բայց մեկը, եթե վերցնես, ասենք, 2000 հայ ու 2000 ադրբեջանցի պատահական ընտրանքով, լրիվ պատահական, այդ 2000 հայը ավելի տաղանդավոր են լինելու հավաքական առումով, քան 2000 դե բավոչի քննարկում անցնենք։ Հիմա գանք ընտրություններին։ Տեսեք, դուք ամենասկզբի ձեր խոսքում մեկնարկային հիշատակեցիք, ասեցիք, հա, ընտրությունների մասին խոսացիք այն կոնտեքստում, որ Բաքվում պատանդարված մարկանց թեման գրեթե ոնց որ առանձնապես չի լուսաբանվում, նախընտրական տենդով են բոլորը բռնված։ Գերիների թեման։ Դե հիմա հերթով գանք։ Նախ ամեն դեպքում ֆիքսենք, որ օրինակ չեմ հիշում ինչ էր, 16-րդ կարծեմ, հա, ՀՀԿ-ի համագումարում Սերժ Սարգսյանը այդ մասին հիշատակեց, էմոցիոնալ իհարկե բանով, դրսևորմամբ, դա էլ է ձև։ Այսինքն ամեն դեպքում բացառություններ էլ կան լավ իմաստով։ Երկրորդ, արդեն գանք բուն թեմային։ Նայեք, վերջի մեր 1 տարվա, մեկից ավել արդեն կարելի ասել 1.5 տարվա քաղաքական կյանքը զբաղեցված է եղել հետևյալ թեմայով։ Ընտրություն, թե, չգիտեմ, փողոցային շարժում, impeachment, եւ ինչ ենք օրինակ մենք ամենավանն impeachment գոռացողը տեսա որ ցուցակում է գնում ընտրությունների։ Էդի մի կողմ, ինչ ենք մենք խոսել ձեր տաղավարում շատ հաճախ, ես կոնկրետ ինչ եմ ասել եմ որ իշխանապողության որևէ մի տարբերակ, խելքին մոտ տարբերակ, իրատեսական չի, եթե օրինակ չկա միասնություն։ Հիմա նորից երկար բարակ այդ սահմանումը չտամ, էս է եղել ասելիքս։ Այսինքն կարելի ասել գրեթե ես հավասարության նշան եմ դրել բոլոր միջոցների մեջ, պլյուս մինուս, բայց ամենակարևոր պայման դիտի միասնականություն, եթե դա չկա ոչ ընտրությունով ալինելով, դե տաղավարում ասել եմ ինչ ապօրինություններ կարա ռեժիմը անի, դե մի մասը արդեն անում են։ Այդ տխուր կանխատեսումները իրական անում են։ Հիմա նորից էլի այս թեմային գալով, տեսեք, ընտրությունը ինքը քաղաքական պայքարի դրսևորումներից մեկն է, ինքը ըստ որում ճակատամարտ է։ Ու ճակատամարտի արդյունքը միշտ ճակատամարտից առաջ գրեթե վճռված է։
Կարող է ինչ-որ մի բան լինի, հենց ճակատամարտի ընթացքում բեկում լինի, բայց որպես կանոն ով ինչքանի գյորա որ պատրաստվել է այդ ճակատամարտին, գալիս է ճակատամարտի դաշտում այդ արդյունքը ֆիքսվում է, ասենց աներևույթ կերպով արդյունքը գետնի վրա արդեն ֆիքսվում է։ Հիմա մի տեսակ խնդիր կա, որ բացի բանից նախընտրական դասական պայքարից, որը այնպես չի, որ բան է էլի լավ արդյունավետ բնորոշմանը մոտ է, ես ընդհանուր եմ ասում, առանձին ինչ-որ մի ընդդիմադիր ուժի չեմ ասում, ընդհանուր առմամբ հեռու է արդյունավետությունից, տարական ժողովուրդ այս պաստառների հարցը իմ մոտ տպավորություն է, որ ուղղակի պատասխանատուները, ովքեր որ պատասխանատու են, տարբեր տեղերում մտել են այս նորահայտ գործիքներին ավտոմատացված լեզվական մոդելներին ասել են ինչ գույն դնենք, նայել ասել է ըստ գիտական հետազոտությունների կապույտն է ասոցիացվում վստահության հետ, տենց բռնես սաղ կապույտ տալաշել են։ Մեկ էլ այն ուղղահայաց, որ ստենդ բաներ կան, չէ, բիլբորդներ փողոցում իրար հետևից սենց թերթում է։ Ոնց նույն մարդիկ լինեն։ Ըստ որում ընդ ԿՊ ընդդիմադիր սենց խառը թերթում է, գունային գամայի առումով տարբերությունը չկա, որտեվ կապույտն ասոցիացվում է վստահության հետ, այդ ChatGPT-ի ձենով ասեմ։ Այսինքն նույնիսկ այդ դասական ընտրապայքարային հարցում էլ եմ ասում շատ հեռու է արդյունավետ բնորոշվելուց հավաքական ընդդիմության գործելաոճը, բայց ախր դրանից զատ ու այսքան տեղը ամեն դեպքում բանի քննադատություն, հա, եւ այդ բառով ասենք ՀՀԿ-ի ինքը խելքին մոտ է, որ ինչի օրինակ չլինի պայքարի ուրիշ դրսևորումներ, եթե ինքը ճակատամարտ է, ինչի օրինակ է գնալ մենակ մի զորատեսակով, ասենք, չգիտեմ, տանկերով, ինչքան էլ որ ենթադրենք այդ տանկերը լավ են կարողանում։ Հիմա Նարեկ Մալյանին ով է խանգարը, որ մի հատ process սկսել։ Ամեն օր պարապ գրելու փոխարեն թող 10 հոգանոց մի հատ process սկսի։ Էլի բանա չէ, 1000-ումի տեսեք իշքան դեպքեր իրադարձություններ, այսօր օրինակ 12-ին Դավիթի համար ինչ որ բաներ կարող են, ինչ որ ակցիաներ, ինչ որ բաներ սկսել։ Չէ, նայեք, այստեղ հարցը անձերը չեն, այստեղ հարցը նույնիսկ առանձին վերցած շուր ուժնել չի, որ մնաց անձերը։ Այստեղ հարցը ընդհանուր է։ Երբ որ ընդհանուր մի բան ասես, ոչ մեկ իր վրա չի վերցնում, ես դրա համար ավելի կոնկրետ եմ ասում։ Չէ, այդքան էլ չէ։ Հիմա տեսեք, օրինակ, տենց առանձնապես ես ինչ պետական գաղտնիք չեմ բացում հիմա, եղել է օրակարգ համանդիմադիր հանրահավաք հրավիրելու։ Եղել են քննարկումներ բոլոր ձեզ հայտնի ուժերի միջև, ես տերտերի գիտություն չի էլի, որ ուժերի մասն է խոսքը։ Դատելով նրանից, որ շաբաթ օրը հրավիրված է առանձին հանրահավաք, կոնկրետ մեկ ուժի կատարմամբ, շաբաթ ժամը 5-ին, կարելի է վստահ պնդում անել, որ այդ համանդիմադիր բանի հանրահավաքի օրակարգը բարեհաջող կերպով տապալվել է։ Ինչու՞։ Դե համանդիմադիր որներ առանձին մեկը չէր անի, էլի ուժի Հայաստանը չէր ասի, ես առանձին անում եմ, եթե որոշացել էին համանդիմադիր են անում։ Ոչ, չի բացառում, հետո մի օր համանդիմադիր թող առանձին անեն։ Ես վստահ եմ, որ մնացած բոլորը կգնան։ Էլի թող գնան, այստեղ խնդիրը գնալը չի, գնալ տենց բոլորն էլ կարան, այստեղ խնդիրը թե էլիտան այս մեր արդեն հոգնած զզված ժողովրդին ինչ բան է ուղարկում, ինչ մեսիջ է ուղարկում։ Ես դա մինչև մահու գերեզման կրկնելու եմ, ինչ կարգավիճակում եմ, որ լինեմ, որ մարդիկ ընդօրինակում են էլիտայի պահվածքը։ Ժամանակին մարդիկ տեսան, որ 1994-ին պատերազմը ավարտվեց, էլիտան թեթևացած շունչ քաշեց, ասաց՝ «Всё, հիմա խաղաղությունը հարստանալու ժամանակն է»։ Ասին՝ «Всё, հիմա մենք էլ ենք ուրեմն ուզում հարստանալ, եթե էլ всё ուրիշ նամուս թասիպ ազգային թեմաները լուծածա, մենք էլ ենք ուզում»։ Հիմա եթե հայտարարի միանալու ժամանակն է, հիմա տենում են, որ էլիտան իրար աուտում, իրար դեմ գրում են, քրվում են, սկրինշոտ են անում։ Ոչ մեկ էլ իրար չի ուտում, 4 հոգով մի պայմանավորեք։ 4 հոգի հիմա ինչ որ անընդհատ ինչ որ բաներ են անում։ 4 հոգի էստեղից է, 4 հոգի այնտեղից է։ Գետնի վրա հանձնաժողովների նախագահներ, շտաբի պետեր ես եմ, մեկը մյուսից գողանում։ Ես մենակ Facebook-ի մասին չեմ խոսում, Facebook-ը հետերևացող կողմն է։ Ու այո, դուք ճիշտ եք։ Այդ Facebook-յան միկրոբազարները չնչինագույն ազդեցություն են։ Էլի թողնում են, ֆոն են ապահովում, բայց չնչին։ Բայց նույնը գետնի վրա է տեղի ունենում։ Նույնը գետնի վրա է տեղի ունենում, ներընդդիմադիր պայմանավորվածությունների խախտում, իրարից մարդ-մուրդ տանել, հիմա չխորանանք, էական չի։ Հիմա հույս ունենանք, որ ինչ որ բան տեղի կունենա, ունենք 2 ամիս, ինչ որ զարգացում է, նախ շատ վատ է, որ ոչ հանրապետական կուսակցությունը մասնակցի, շատ վատ է, շատ սխալ անհեթեթ որոշում կայացրեց հանրապետական կուսակցությունը, որովհետև հանրապետական կուսակցությունը ունի քաղաքական ինտելեկտուալ բազա,
Ես կարծում եմ ոչ մի քաղաքական ուժ չունի, մի քիչ կարող է եւ այդպես նաեւ դա հայեղափոխական դաշնակցությունը ունի, որտեղ իրականում կայացած կուսակցություն է, այնտեղ կան լուրջ քաղաքական գործիչներ, պլյուս մեծ փորձառություն ունեցող մարդիկ, շատ վատ է, որ այդ բանը ԿՊ-ն կամ թշնամին այդ որ ձևավորեց նախկիներ վատ է, որ այդ հոսանքի տակ իրենք մտածեցին հնարավորինս ստվերվեն։ Այդ ուժը, այդ պոտենցիալը անպայման պիտի ընտրություններին օգտագործվել։ Առանձին եթե հաշվարկ ունեիք չի ստացվում, հաստատ այնքան խելք ու հմտություն ունեին, որ իրենք կարող էին որոշակի միավորումներ ստեղծել։ Շատ ափսոս, շատ անհեթեթ եւ սխալ որոշում է կայացրել հանրապետական կուսակցությունը։ Ես ասում եմ, օրինակ ինչի պիտի Աշոտյանը չլինի process-ների մեջ, Շարմազանովը չլինի, Անամը ինչ process-ներ, հիմա կոնկրետ կուսակցությունները ինչով են վանանում, ընտրություններով։ Ամբողջ բանը գնում է նրան, որ գան մասնակցեն ընտրությունների։ Բա հատկապես որ աննորմալ ընտրությունները պետք է բոլոր ուժերը շատ հրապարական ոնց ուրիշ ձև, ուրիշ ձև եղա։ Ձևը մեկն է, ձևը այս պահին կոնկրետ կար ընտրություններ, պետք է ընտրություններին մասնակցեին։ Դուք ինչ եք մասնակցում, բա, չէ։ Ես այ քեզ բան, եկա, քեզանից այդ հարցը չէի սպասում։ Չէ, դե աշխարհի քեսը իմացած է։ Ահա։ Ես իմ գործով եմ զբաղված, այդ մարդիկ էլ իրենց գործով զբաղվում են։ Որ ամենալավը կարող չէ անել։ Այո։ Ուրիշ ոչ մեկ մարդիկ քաղաքական ուժեր են, բայց ամենալավը կարող էին անել։ Բայց հայտ մարդիկ ասել են, լավ, մի րոպե, դառը հայկի խոսնակ, սպասեք։ Նայեք, ես եթեր կա, կարծեմ ձեր եթերում էլ ա եղել, բայց այլ տեղ էլ եթեր կա, օրինակ ես էլ էի խորհուրդ տալիս, որ իրենք մասնակցեն։ Բայց հիմնավորումը որն էր։ Ես համարում եի, որ երբ որ մի հատ էլ նախ վստահ եմ, որ իրանք անցողիկը կհաղթահարեն, այն ինչ որ իրանք էլ ասեցին։ Երկրորդ, այսինքն դա արդեն ռիսկ չկար։ Երկրորդ հիմնավորումս այն էր, որ ինչքան շատ ընդդիմադիր ուժ մասնակցի, ուսքան տեղը համաձայն եմ ձեր հետ։ Այնքան հակաիշխանական շուխուրը նախընտրական վիճակում ավելի շատ կլինի։ Դե պատկերացեք պլյուս 1 ուժ, որը ում պետք է թիրախավորնա, բայց հիմա տեսեք, այս մարդիկ ինչ են ասել, ախր շատ པարզ բան է, հիմա պրոստը իրանց այդ համագումարի տեքստն եմ վերաբանանում, նոր բան չեմ ասում կամ շո ներսից ինֆորմացիա։ Այս մարդիկ ասել են, որ մենք էլի պատրաստ ենք այդ շուխուրը գեներացնել։ Չեն կարողանալու եւ չի լինելու դա։ Հաստատ չի լինելու, հաստատ ես չէ որ պիտի իրենք ասեմ, իրենք քաղաքական լուրջ ուժ են, իրենք շատ լավ գիտեն, որ ինչ պիտի կողքից այդ բան անեն, հա, սրան պաշտպանելը չէ, չի լինելու դա, շատ ափսոս, շատ սխալ որոշում էր, մեծ սխալ թույլ տվեց նաև բանը հայրենիք, ինչա, այո, Վանեցյան ենք, ունեին կոնկրետ շտաբներ, ձևավորված ուժ, ունեին արդեն այնտեղ բավականին լավ ակտիվ ձևավորված, ափսոս չի, բայց ինչի չմասնակցեին այս մարդիկ, ինչի չլինեին, ինչա նշանակում, Գագիկ Ծառուկյանի հետ չստացվեց, մյուսի հետ բանակցեիք, այն մյուսի հետ բանակցեիք, թող մի հատ էլ այդպիսի ուժ լիներ 8%-ի համար կռիվ տան, ինչի չլինեին իրենք։ Այսինքն Թաթույանից վատն են իրենք, Հանրապետական կուսակցություն Թաթույանից վատն է կամ Հայաստան հայրենիքը Թաթույանից վատ, ինչի չմասնակցել եք մարդը։ Չէ, դա եմ ասում, չէ, շատ սխալ որոշը, բա ափսոս չի այդ ռեսուրսները, դու ինքդ ես ասում, մի հատ էլ տես միավորում լիներ, որ ճակատային, իսկ դու գիտես ինչ գործի, ասենք Անա Մկրտչյանը հրապարակում չլինի, ո՞նց կարելի է այդ ընկալել։ Դե այս մարդը խոստացել է, որ լինելու է։ Դե չի լինելու, հիմա կհետևեն կտեսնենք, որ դա բացարձակ այն արժեությունը չի ունենալու, այդ ուժը չի լինելու, բացարձակ։ Իսկ ուրիշ բաներ, որ իրանք ճակատային գնային, ասենք ցուցակ ունենային, ցուցակում վազեն, մտնեին պայքարի մեջ։ Այս գործիչները մեռը ասելով ցանկացած երկրի համար քաղաքական գործիչը դա հարստություն է։ Այդպես է թե այդպես չի։ Բա ոնց կարելի է 20 տարի ձևավորվել, եկել հասել են դրան, որ հիմա գնաս այս դիտորդի կարգավիճակում, լավ, հա, դիտորդ չէ, չգիտեմ, հիմա ինչ կարգավիճակում մասնակցել։ Այնպես էր, որ բոլորը ակտիվ մտնեին այս պայքարի մեջ, շատ ակտիվ, ոչ մի, այսպես ասած, կողքից նայել մի քիչ ցես, մի քիչ նես բան, տարբերակ չպիտի լիներ։ Ես չգիտեմ, այդ գուցե բանը սխալ եմ ասում, բայց կտեսնեք, որ շատ վատ է, որ դա չեղավ, որ այդ գիտեք ինչ է, դա նշանակում է, որ ԿՊ-ն ինչ արել է, միջև հիմա հաջողում է։ ԿՊ-ն ասել է, դուք էս եք արել, այսինքն միջև հիմա դուք ընդունում եք, որ դուք սխալ եք արել։ Հա, միջև հիմա այն իրաց մեղադրանքներ են։ Իրանք լափում են, Նիկոլենք, իրանք բոմժ են, իրանք բարերով եմ ասում։ Իրանք թալանչի են, մի հատ էլ ինչ որ բան են կպցնում, բանակը ավիրել են։ Արտաքին պարտքը բերել լցրել են, ամբողջ երկիրը կոլապսի, ամբողջ երկրի կեսը հանձնել են, հələ մի հատ էլ իրանց բանը խոսույթի տակ մնալով որոշենք մասնակցել թե չմասնակցել։ Իդեպ մենք այդ թեմայից է պետք է խոսանք, սա իմ մոտ նշված է որպես մեր վերջին։ Ասենք եւ ավարտենք։ Այո, մեր վերջի ենթակետը ձեր մեկնարկային խոսքից այդ գրեհիկ բառերը, որ դուք մեջ բերեցիք, իրանց հողում անելով, այստեղ փորձեմ միտքս քիչ բան կառուցել, որ լավ անցալվի։
նայեք, իրանք ինչ են փորձում ստանալ, իհարկե բնակչության մի մասին ուղղված քարոզչական ուղերձ, բայց ամեն դեպքում փաթեթավորում է այսպես է, որ մենք ժողովրդի նման ենք, մենք նախկինների պես, չգիտեմ, գուչիներով չենք, թալանչի չենք, բան եւ այլն։ Մի րոպե։ Անկամ եթե այսպես լիներ, մենք գիտենք որ այդպես չի։ Կարող են գնալ Փարիզ Շանզելիզեի բրենդային խանութներում հարցրեք, տեսեք իրանց տիկնայք, ինչ առևտուր են անում այդտեղից։ Այսօրվա ԿՊԱ-կանների։ Դա էական չի, ել եմ ասում, նույնիսկ եթե այդպես լիներ։ Իշխանությունների արդյունավետությունը ու ժողովրդին ծառայելով, եթե գործ ունենք նաև մեծ աղքատության հետ։ Մեր երկրում կա այդ վիճակագրության չեմ տիրապետում, բայց վերջի տվյալներով կարծեմ 40+ էր։ Աղքատ երկրում մեծ աղքատություն ունեցող երկրում իշխանությունների արդյունավետությունը չի բնորոշվում նրանով, որ իրանք արտաքնապես արտակուստ փորձեն նմանվել այդ մարդկանց, ասել դե տեսեք, վсё, հիմա արդարություն կա։ Դա չի։ Ես ընդունում եմ ձեր ասածը, անշուշտ իրենք երեկվա քյասիբը չեն, առաջ էին այդպես, այսօր լավ էլ թրփոշացել են, հարստացել են, նույնիսկ արտաքին իրաց տեսքը որ նայում ես որ ցամաքձորի աղվես էին նիհար, մինչև 18 թիվը հիմա ինչ է։ Բանից է խոսում, ինչը ցմփոր գեներալն է, մի հատ գրակոտ ցմփոր Պապոյանից, ինչա՞։ Պապիկյանից նայի։ Բայց ցմփորությունը մի կողմ, իշխանության արդյունավետությունը աղքատ երկրում հետեւյալն է, ինքը ինչքանով է կարող բնակչության աղքատ զանգվածներին հանի աղքատությունից, ոչ թե այդպես ձևական իրանց նման հակնվի կամ ուտի։ Ինքը ինչքանով է դա կարող հանի, ընդհանուր միջին կենսամակարդակը բարձրացնի։ Եվ եթե ավելի պարզ ասեմ, ինչքանով է կարողանում նաև արդար սոցիալական աստիճաններ ստեղծել աղքատների համար։ Պարզաբան եմ, օրինակ սովետական միությունը, որը լծված էր այդ գործին, որտեղ դե շատ լուրջ գաղափարական ուսմունք էր դա սոցիալիզմը, մանկատան երեխեքը դառնում էին հանրապետության ղեկավարներ։ Ով ինչ կարծիք ուզում է ունենա սովետի մասին, ես էլ ունեմ, այն միանշանակ դրական չի, բայց ոչ էլ բացասական է, բայց մեր կարծիքները երկրորդական են փաստի դիմաց։ Մանկատան սաները սովետական միությունում գալիս աճում դառնում էին միութենակ, այն էլ բանը մի դեպ, Միջին Ասիայում այդպես դեպքի օրինակ եղել, որ այնտեղ ինչ-որ խեղճուկրակ քյասիբ երկրներ չեն էլի, որ ասես հադելա Միջին Ասիայում ինչ տարբերություն ով կլներ ղեկավարը, լավ էլ թոթոլ երկրներ են։ Այստեղ է որոշվում իրական իշխանության ժողովրդահաճո լինելը, երբ որ դու կարողանում ես աղքատության նախ մակարդակը նվազեցնել, միջին կենսամակարդակը բարձրացնել, եւ երկրորդ կարողանում ես նաեւ սոցիալական այնպիսի աստիճաններ, այնպիսի վերելակներ ստեղծել, որով նաեւ ասենք քյասիբի երեխեն կարողանա բան անել, վերև բարձրանալ։ Հիմա նայենք սրանք 8 տարի իշխանություն են, նախկին են արդեն։ Հայ էս իսկական նախկինների օրոք քանի քյասիբի երեխա է այտենց վերելակով վեր բարձրացել։ Այսինքն զոհվելուց բացի, որ այո հայրենիքի առաջ պարտքը կատարել է, բայց ինքը իմաստավորված է, երբ որ ամբողջ պետությունը մասնակցում է այդ գործին, ոչ թե պետությունը ուղարկում է, ասում է գնացեք բան արեք, զոհվեք պլյուս մինուս նույն արդյունքն է լինելով։ Բացի այդ զոհվելուց, որը հիմա փորձում են իմաստազրկել, քյասիբի երեխեքը ինչի են հասել։ Քանի օրինակ քյասիբի երեխա դառել է, չգիտեմ, նախարար, ազգային հանձնաժողովի, ազգային ժողովի եսիմինչ, գիտությունների տեխնացու, դոկտոր, պրոֆեսոր, ցույց տան, մի 2-3 հոգի քյասիբի երեխա թող ցույց տան։ Այստեղ է, որ երևում է իրանց վայրի կապիտալիստական, հակաժողովրդական եւ գրեհկորեն ագահ դիմագիծը։ Շնորհակալություն։ Ինչ եք սպասում այս ընտրություններից։ Շուտ է դեռ, վաղ է դրա մասին խոսել, օրերը ցուցակից ցուցակները հրապարակեցին ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքինը արդեն եղավ, ինչ տպավորություն ունեք, մի լավ բան ասեցիր։ Ինչ։ Մեր նախնական զրույցում որ խոսում էինք, ասեցի, որ շատ կարևոր է, հա, չէ, արդարությունը։ Հա, արդարության բանը, օրինակ ես նայում եմ ցուցակը, այստեղ մեր ձևովի, հա, ուժեղ Հայաստանի։ Ուժեղ Հայաստանի ցուցակն եմ նայում, շատ անհայտ ինչ որ բաներ կան, բայց տեսնենք, չգիտեմ, թվում էր թե այդ ժամանակները չեն պիտի բան միայն ուժեղ դեմքերով բան, բայց այսպեսի մոտեցում են, հա, ցուցաբերել։ Դե օրինակ այնտեղ երբեմն առանց անունների չի լինում խոսալ, որտեվ կոնկրետ այսինքն մարդկանց մասնախոսքը, այդտեղ չեմ հիշում 34 էր, 35 էր ցուցակում մի տղա է, որը ճանաչում եմ, այդ մարդը կադրային դիվանագետ է։
Ինչի է օրինակ այդքան ներքևի տողերում հանգրվանած, սա մի օրինակ է առանձնապես Դե հիմա նույնն էլ էս Հայաստան դաշինքում ինչա ես Գառնիկ Դանիելյանից ավելի ակտիվ падգամավոր չգիտեմ ճիշտն ասած, գիտեք դուք? Ես չգիտեմ։ Ժողովրդի հետ աշխատող խնդիրներին հատ գիտեք։ Չէ, պլյուս զրպազան պայքարի։ Այո, հիմա որերորդն էր դա Գառնիկ Դանիելյանը։ Որերորդն էր, հստակ ասա։ 14-րդն է, ասենք։ Հիմա նայենք այս ցուցակը, էլի հետաքրքիր է։ Այսինքն մենք անձանց անուններ ենք տալի, որ պատկերավոր լինի, բայց իրոք այդտեղ այս արդարության հարցը Զավադսկոյի Լևոնի Վախթվանից ծուր դրվել է այս երկրում։ Այս հարցը ինչ-որ մի ձև, ինչ-որ մի օր պետք է լուծվի, այլապես Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան, Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, այ, ասեմ թե չասեմ։ Ամենաձանձրալի ու բան ելույթներ ես այդ ներկայ է իրենց Էլ չեմ ասում իր հումորները, բոլորիվ հումոր են, էլի։ Աղվան Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Ագնեսա Խամոյան, Լևոն Քոչարյան, Արթուր Սարգսյան, Լիլիթ Գալստյան։ Լիլիթ Գալստյանը փաստորեն դեռ չի հոգնել, լավ է։ Թվում էր թե պիտի որ էլի արդեն։ Մեսրոպ Մանուկյան, Գառնիկ Դանիելյան, այո 14-ն է, Քրիստինե Նազարյանը ոնց որ թե բաներում է, Telegram ալիքներով է, չէ, հայտնի է, որ սրան նրան անպատվում է։ Բորիս Թամոյան եւ Բորիս Մուրազիի մասին է խոսքը։ Նարեկ Մանթաշյան, Լուսինե Քարամյան, Գերասիմ Վարդանյան։ Այսինքն դաշնակցությունից Այսինքն մտածում եմ բռունցքա պետք լինելու, հա, որտեղ խոսքի բանի մնացած առումներով Գեղամը Գերասիմը բավականին թույլ է։ Կարեն Սիմոնյան, Անուշ եւ այլն։ Արծվիկ Մինասյան 29, այ Արծվիկ Մինասյանը արդեն երևի հասկացել է։ Սամվել Հակոբյան, նոր բան երիտասարդ, իրեն դրսևորել է, կարող է շատ ավելի բարձր տեղերում լինել, 28-րդն է։ Ի վերջո միշտ պետքա նոր արյուն լինի, նոր դեմքեր, ինչպես։ Բանի տղեն, հա։ Ռուբեն Հակոբյանի։ Հա, Ռուբենի։ Միգրան Մադաթյան, ինչ եք ասում, 25, հետաքրքիր է։ Դե հիմա։ Տեսնեք ինչքան բան եմ, հանգիստ եմ։ Այսօրվա ձեր տրամադրությունը շատ վարակիչ է։ Շնորհակալություն։ Ես էլ մեր ձևով չեմ ուզում, մեր բաղոր անցնենք։ Ամեն ինչ լավ է լինելու։ Այդ խելոք ընկերուհի ունեմ, ասում եմ մենք միշտ տենց հանգամանքի բախտի բերմամ սենց պլստացե մնացել ենք։ Այս անգամ էլ սիրելիներս շատ լավ է լինելու, հաղթելու ենք, էլ ինչ ենք անելու, հա? Ասա, քո մեջ մի պահի, հա? Չէ, այդ չասենք այս սեկցիոն։ Ես Չէ, դե լավ, եթե լուրջ Ես լուրջ եմ ասում հաղթելու ենք, չէ, կասկածում եք որ հաղթել, որ թուրքական ուժերը չեն հաղթելու, հայկական ուժերը հայերը պիտի հաղթեն, չէ։ Եթե հայերը պիտի հաղթեն, ուրեմն հայերը պիտի, որ ասում եմ, ուրեմն պիտի հայերը պիտի հաղթեն։ Լավ, հա, տենես մաղթանք ասենք որ դա ինձ ուրիշ բան չասեմ։ Շնորհակալություն։ Ձեզ